Դուք միշտ համարվել եք այսպես արևմտամետ, եվրոպամետ հայացքներ ունեցող քաղաքական գործիչ, Հայաստանը այսօր Եվրասիական տնտեսական միության անդամակցության ճանապարհին է, հունվարի 1-ին ըստ էության արդեն մենք լիիրավ անդամ կլինենք այդ միության։ Մտահոգությունները սակայն շատ են, թե այսուհետ ինչպես է Հայաստանը շարունակելու եվրոինտեգրման իր գործընթացները, դուք ինչ մտահոգություններ ունեք այս փուլում։ Նախ ես մեկ անգամ խորհրդարանական ամբիոնից իմ տեսակետը հայտնել եմ եւ հիմա էլ կարող եմ կրկնել։ Ես ձեզ խնդրում եմ եւ ձեր միջոցով նաեւ լրատվական դաշտի փորձագիտական հանրության մեր բոլոր ընկերներին քաղաքական գործիչներին չբաժանել կամ չպիտակավորել եվրոպամետներ եւ արևմտամետներ կամ ռուսամետներ սխալ պատմագիտական առումով սնանք տերմինոլոգիայով։ Սա իսկապես վտանգավոր է։ Ես ինձ ոչ համարում եմ եվրոպամետ, ոչ համարում եմ ամերիկամետ, ոչ ռուսամետ, ոչ այլամետ։ Չեմ ուզում շատ որպեսզի պոպուլիստական հնչի, ես այն կարծիքին եմ, նաև մասնագիտությամբ լինելով պատմաբան, որ յուրաքանչյուր պետություն պետք է հետապնդի իր պետական ազգային շահերը եւ դաշնակցությունները աշխարհաքաղաքական այս կամ այն բլոկի հետ, այս կամ այն պետության հետ, կազմակերպության շրջանակներում, դրանք սոսկ ժամանակավոր միջոցներ են։ Եվ իհարկե այդ հարցում ի սկզբանե սահմանափակումներ չպետք է ունենալ եւ պետք է ակտիվ գործել մեր ազգային շահերի տեսանկյունից։ Եթե մեր ազգային շահերը պահանջեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դաշնակցի սատանաների միության հետ առաջ մղելու շահերը, դա պետք է անել։ Սա որպես նախաբան։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հարաբերությունների, Եվրամիությունը Հայաստանի Հանրապետության ամենաառանցքային գործընկերներից մեկն է, եւ որի հետ մեր հարաբերությունները վերջին շրջանում ունեցած որոշակի, այսպես ձևակերպենք, չհասկացվածության ֆոնին հիմա բավականին դինամիկ առաջ են ընթանում։ Այն առումով, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցության համատեքստում, երբ արդեն պայմանագրային պարտավորությունները պարզ են, ակնհայտ է այն ուղղությունները, որտեղ մենք կարող ենք Եվրամիության հետ համագործակցել։ Եվ ես լիահույս եմ, որ առաջիկայում մենք կունենանք Եվրամիության հետ ստորագրվող իրավապայմանագրային նոր բազա, որի հիման վրա մենք կշարունակենք մեր գործակցությունը եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ արդարադատության, մարդու իրավունքների ժողովրդավարության այլ ուղղություններով։ Հակադրել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետ մեր համագործակցությունը կարող են միայն մարդիկ իմ պատկերացմամբ, ովքեր խմբակային կամ այլ շահեր են հետապնդում։ Մեր պարագայում եւ մեր ամբողջ հայ ժողովրդի պատմությունը դրա լավագույն վկայությունն է։ Պետք չէ ինքներս մեզ բարձրացնել մի զոհասեղանի, որտեղ համաշխարհային ուժերի շահերի բախման կիզակետն է։ Գոնե ինքնակամ դա չպետք է անենք։ Մեր ամբողջ հազարամյակների պատմության վկայությունն է այն, որ բոլոր այն դեպքերում, երբ մենք հայտնվել ենք մեր կամքից անկախ, մեր կամքով, երբեմն ստիպված, երբեմն իներցիայով, այդ բախման կիզակետում մենք եղել ենք առաջին տուժողներից մեկը։ Ոչ Ռուսաստանի Դաշնությունը, ոչ Արևմուտքը մեզանից չեն պահանջում եւ չեն պահանջելու լինել այդ բախման կիզակետում։ Հետևաբար մենք ստիպված, տիպողաբար մտանք այս միություն։ Ես չեմ կարծում, որ մենք գիտեք, յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր ազգային շահերով։ Եվ ես այն կարծիքին եմ, որ այս հարցի վերաբերյալ պրոֆեսիոնալ կարծիք կարող է արտահայտել շատ փոքր թվով մարդիկ։ Այդ փոքր թվով մարդկանց շարքում առաջին հանրապետության նախագահն է, ով տիրապետում է ամբողջական տեղեկատվության։ Ես ինքս ինձ չեմ կարող իրավունք վերապահել, չունենալով տեղեկատվության այդ ամբողջական պաշարը, գնահատական տալ, թե դա ինչքանով էր հիմնավորված եւ ինչ կլիներ, եթե ոչ։ Ես վստահում եմ հանրապետության նախագահին, ով հայտարարել է, որ նաեւ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով է Հայաստանի Հանրապետությունը սեփական շահերից ելնելով հայտ ներկայացնել անդամակցության։ Սա մեկ։ Երկրորդ, հիմա դա կայացած փաստ է այդուհանդերձ։ Թեև ես մի քիչ այդքան էլ լավատես չեմ, որ մինչև հունվարի 1-ը 3 երկրների խորհրդարանները կհասցնեն վավերացնել մեր համաձայնագիրը։ Բայց հիմա պետք է փորձել առավելագույն օգուտներ ստանալ եւ դիմագրավել հնարավոր խնդիրներին։ Անդամակցությունը դա հարթ մի ասֆալտապատ ճանապարհ չի լինելու, բազում խութեր, խնդիրներ, տնտեսական բնույթի, ոչ տնտեսական լինելու են։ Այդպիսին է կյանքը։ Աստված մեզ բաժին է հասել անել մի ճակատագիր մեր ժողովրդին, որ անգամ էլ կրկնեմ, մեր ժողովրդի պատմության մեջ հեշտ ժամանակներ այլևս չեն լինելու են բարդ կամ ավելի բարդ ժամանակներ։ Մենք պետք է իմունիտետ ձեռք բերենք։ Այսօր փաստորեն Ռուսաստանը արդեն Ուկրաինայի նկատմամբ այդ ճնշումներն է գործադրում, ասում է, որ պետք է 100%-անոց երաշխիք ունենա, որ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու։ Հիմա մենք անդամ ենք եւ մենք այդ անվտանգության երաշխիքը կարծես թե չունենք։ Ես ձեզ մի բան ասեմ, սովորաբար
գուցե ես այս հարցում եւս սխալվում եմ, բայց աշխարհի տարբեր անկյուններում մեզանից մոտ կամ հեռու տեղի ունեցող տարբեր թեկուս եւ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունները արհեստականորեն պրոյեկտել աշխարհակաղակական մեկ ուրիշ տարածաշրջանի վրա զուգահեռներ անցկացնել, հետևություններ անել, սա զուտ գիտականորեն սխալ մեթոդոլոգիա, այսինքն պետք է մենք նրանց ձեռնպա մնանք այս հարցից համեմատություններ անցկացնելիս։ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցում ՀԱՊԿ եւ հատկապես երկկողմ համագործակցության Ռուսաստանի հետ կարևորագույն գործիքներից մեկն է։ Մեր զինված ուժերի մարտունակ բանակից հետո իմ պատկերացմամբ երկրորդ կարևորագույն գործիքներից մեկն է։ Սա է ամբողջը, չէ, սա չի։ Ուրիշ անվտանգության ապահովման երաշխիքներ մենք եւս ունենք մասնակցություն ՆԱՏՕ-ի, ուրեմն շրջանակներում, մասնակցություն ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելության, արտաքին քաղաքականության միջոցով եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց այն, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, ռազմաքաղաքական մինչ օրս ապահովել է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ոչ թե միայնակ, այլ ի թիվս այլ գործոն, սա փաստ է, սա վիճարկման ենթակա խնդիր չի։ Այլ բան, որ դուք կարող եք ասել Հայաստանի Հանրապետությունը արդյոք այդ ռազմաքաղաքական համագործակցությունից կորզում է հնարավոր առավելագույնը։ Իմ կարծիքով հնարավոր առավելագույնը մենք չենք կորզում։ Ինչ պատճառներով, սա շատ երկար խոսակցության առարկա է։ Սա շատ երկար խոսակցության առարկա է, բայց հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության այլընտրանք Հայաստանի Հանրապետությունը այս պահին 14 թվականի նոյեմբերի 18-ին առայժմ գոյություն չունի։ Եվ չեք կարող գտնել որևէ մեկ քաղաքական գործիչ, որ կարող է ասել, այ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը պետք է չեղարկել եւ վաղը անել սա։ Չի կարող այդպիսի լուրջ քաղաքական գործիչներ, որովհետեւ դա գոյություն չունի։ Փոխարենը ես դուք ձեր խոսքի սկզբում ասեցիք, ես երկրորդ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ավելի պինդ ոտքերի վրա կանգնած լինի նաև երկկողմ հարաբերություններում Ռուսաստանի Դաշնության մեր հարգարժան գործընկերների հետ եւ շատ ուղղություններով գնահատելով հանդերձ մեր երկկողմ համագործակցության եւ անցյալը եւ բոլոր հանգամանքները ընդհանուր պատմության, սփյուռքի արխայության, ընդհանուր խոշոր հաշվով լեզվամտածողության նաև կամ մշակութային ժառանգության ավելի պինդ դիրքերից հետամուտ լինելու Հայաստանի Հանրապետության շահերին։ Սա մի ուղղություն է, որտեղ մենք կատարելի քայլեր ունենք։ Բայց բացարձակ չի նշանակում, որ պետք է կասկածի տակ առնել Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը։ Դա երկուստեք ձեռնտու համագործակցություն։ Պարոն Ֆարմանյան, գնդակը իշխանության դաշտում է, ԵՌԵԱԿ-ը նիստ գումարեց, փաստորեն նրանք պահանջում են 10-րդ կետի կատարումը, մեծ հաշվով իրենց պահանջների։ Այնուամենայնիվ եւ հայտարարում են, որ իշխանության դաշտում է գնդակը, իշխանությունը կարծես այդ գնդակը չի ընդունում։ Ասում է ինձ հետ ուլտիմատումների լեզվով մի խոսեք։ Ձեր դիտարկումը այս համամասնական մեծամասնական եւ համամասնական ընտրակարգի խնդիրը դա շատ երկար քննարկման առարկա պետք է դառնա, որովհետեւ ես խորհրդարանական քննարկումների ժամանակ էլ ասել եմ, ինչ որ առումով խնդիրը արհեստական է, որտեղ մեր քաղաքական մշակույթի եւ համակարգի խնդիրները պայմանավորված չեն ընտրակարգով։ Կարող է լինել մեծամասնական ընտրակարգով ընտրված ազնիվ ճանապարհով պատգամավոր եւ շատ որակյալ ծառայություններ մատուցի երկրին, օրենսդրական քաղաքական աշխատանքով եւ հակառակը համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, որը ասենք 5 գումարումների ազգային ժողովում մեկ անգամ ազգային ժողովի ամբիոնին մոտեցա։ Այսինքն սա արհեստական խնդիր է։ Բայց ես այն կարծիքին եմ, որ սա հարց է, որի ուղղությամբ իսկապես բաց քննարկում պետք է, բայց ավետարանչական որպես ճշմարտություն ավետարանիչների կողմից ներկայացված, որ ենթակա է ընդունման, սա սխալ մոտեցում է, որտեվ ես կարող եմ նրանցից յուրաքանչյուրի հետ նույնիսկ հեռուստաեթերում, եթե դրա անհրաժեշտություն քննարկման թեմա դարձնել մեծամասնական, համամասնական ընտրակարգերի առավելությունները, թերությունները։ Փոխարեն այլընտրանքային ես մի բան ասեմ, որ ոչ պոպուլյար է։ Դրա փոխարեն թող Հայաստանի առաջնային, առանցքային քաղաքական ուժերի առաջնորդները հավաքվեն եւ բոլորով տղամարդիկ որպես կանգնեն, թուղթ ստորագրեն, թե մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով ինչ տեխնացուներ են առաջադրելու ձեր ներկայությամբ եւ պահեն այդ խոստումը։
Ինչ էական է մեծամասնականով, ասենք մի անպիտան կընտրվի թե համամասնականով։ Սա մեկ, երկրորդ, իսկ ինչ վերաբերում է մնացած պահանջներին, ես դրանց մասին կարծիք մեկ անգամ հայտնել եմ ասեմ, որ կան բաներ, որոնց հետ համաձայն եմ եւ անկախ նրանից խորհրդարանական երյակը, քարյակը, հիմա Կարապետի չիմյանալուց հետո հնգյակը, ասենք, կներկայացնի, չի զգուշ կներկայացնի թե ոչ, կառավարությունը այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկի։ Օրինակ կարմիր գծերի հարցը, լրիվ բացարձակ համաձայն եմ, բայց նաև կան հարցեր, որոնք պետք է քննարկել։ Եվ իսկապես հարց է, ասենք, այդ ընտրակարգը իսկապես հարց է, շատ խորը հարց է։ Ես հավատում եմ մեր գործընկերների ազնիվ մղմանը, թե իրենք ինչի նկատի ունեն, բայց չեմ հավատում, թե արդյոք ամբողջական ընտրակարգի փոփոխություն կբերի իրենց ուզած արդյունքին։ Եվ մենք դեկտեմբերի 2-ին շարունակելու ենք այդ հարցի քննարկումները, կխոսենք։